Ռուսաստանում անցկացվել են Բելարուսի հետ համատեղ միջուկային զորավարժություններ, որոնց մասնակցել է 64,000 զինծառայող։ Ներգրավվել է ավելի քան 7,800 միավոր տեխնիկա, իրականացվել են միջմայրցամաքային, հիպերձայնային և թևավոր հրթիռների արձակումներ։ Զորավարժություններին տեսակապով հետևել են նախագահներ Պուտինն ու Լուկաշենկոն։ Բելարուսն ու Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չեն ներկայացնում, բայց պատրաստ են պաշտպանել իրենց ընդհանուր հայրենիքը Բրեստից մինչև Վլադիվոստոկ, հայտարարել է Լուկաշենկոն համատեղ զորավարժության ժամանակ։ Նա նշել է նաև, որ Բելարուսը կարող է պատերազմի մեջ ներքաշվել միայն այն դեպքում, եթե նրա տարածքը ենթարկվի ագրեսիայի։ Ուկրաինան արդեն կորցրել է իր բնակչության կեսից ավելին, իսկ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մնացել է 23 միլիոնից էլ պակաս մարդ, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Եվրամիությունը կվերսկսի Ռուսաստանից գազ գնել, երբ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվի։ Լեհական Ռեչպոսպոլիտա թերթին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարը. «Ես կարծում եմ, որ պատերազմի ավարտից հետո ամբողջ Եվրամիությունը կվերադառնա ռուսական գազ գնելուն, քանի որ այն ավելի էժան է։ Սա թելադրված է մրցակցային և աշխարհագրական գործոններով», ասել է նա։ Մինչ այդ Լեհաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ էլ Մագյարը հայտարարել է, որ Ուկրաինան զոհ է և ունի բոլոր իրավունքներն իրեն պաշտպանելու համար։ Պատմությունը լի է անթիվորինակներով այն մասին, թե ինչ է բերել թուրք ազգի հետ բարեկամությունը և թե ինչ է արժեցել թուրքերի նկատմամբ թշնամանքը։ Այս հայտարարությունն էլ արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջդաբա Խամենեին հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է հարստացված ուրանի արտահանումը երկրից։ Այս քայլը կարող է բարդացնել խաղաղության շուրջ բանակցությունները, քանի որ Թրամփն ուրանի պաշարների դուրսբերումն անվանել է Թեհրանի հետ ցանկացած գործարքի պարտադիր պայման։ Միլիարդատեր Իլոն Մասկը կարող է դառնալ առաջին դոլարային տրիլիոնատերն աշխարհում։ Նրա հիմնած SpaceX ընկերությունը դիմում է ներկայացրել բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2025 թվականին Մասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է $500 միլիարդ։ Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում տեղացած ուժեղ անձրևներից հետո մեքենաները մնացել են ջրի մեջ։ Ջրհեղեղներ են նաև Նյու Յորքում։ Իսկ Լոս Անջելեսի մոտակայքում բռնկված անտառային հրդեհների պատճառով ավելի քան 7000 մարդ տարհանվել է, ավելի քան 17000-ին էլ խորհուրդ է տրվել լքել իրենց տները։ Զարա Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։